Թրոցկու և տրոցկիստական դիրքորոշումը։ Թրոցկին լինելով Լենինի համագործակից և հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդներից մեկը, սկզբնական շրջանում ընդունում էր Լենինի իմպերիալիզմի նկարագրությունը։ Սակայն հետագայում նրա մոտեցումը փոխվեց և ստացավ աբստրակտ բնույթ։ Թրոցկին գրում էր. «Համանակակից պատերազմները ոչ թե իմպերիալիստական քաղաքականության հետևանք են, այլ կապիտալիստական համակարգի ընդհանուր ճգնաժամի արտահայտություն»։ Եվ Թրոցկի «Պատերազմ և հեղափոխություն 1917 թվականին»։ Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ Թրոցկին չի առանձնացնում իմպերիալիզմը որպես կապիտալիզմի առանձին փուլ, այլ պարզապես տեսնում է ընդհանուր գլոբալ կապիտալիստական ճգնաժամ։ Նրա հիմնական տեսական շեշտադրումը եղել է մշտական հեղափոխության գաղափարը, ըստ որի պրոլետարիատը չպետք է կանգ առնի բուրժուական հեղափոխության փուլում, այլ պետք է անմիջապես անցնի սոցիալիստական հեղափոխության անկախ ազգային պայմաններից։ Եվ Թրոցկի «Մշտական հեղափոխություն 1930 թվականին»։ Այս մոտեցման հետևանքով տրոցկիստական շարժումները մերժեցին այն գաղափարը, թե կարող են գոյություն ունենալ ազգային ազատագրական կամ հակաիմպերիալիստական փուլեր, որոնք նախապատրաստում են սոցիալիզմին անցումը։ Թրոցկին նաև գրում էր. «Աշխատավորները ոչ մի շահ չունեն իրենց սեփական բուրժուազիայի իմպերիալիստական հակառակորդների դեմ պաշտպանվելու մեջ»։ Եվ Թրոցկի «Պատերազմ և միջազգային 1938 թվականին»։ Այս դիրքորոշումը ձևավորում է այն, ինչ հետագայում դարձավ տրոցկիստական կարգախոս ոչ ՆԱՏՕ-ին, ոչ Պուտինին, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոչ Չինաստանին։ Այսինքն, բոլոր պետությունները դիտվում են որպես կապիտալիստական և նույնասեռ առանց իմպերիալիստական հիերարխիայի տարբերակման։ Վենինյան համագրերում Գեորգի Դիմիտրովը, Կոմինտերնի գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարը, տրոցկիզմին մեղադրում է այն բանում, որ այն հեռացնում է պայքարի իրական տնտեսական հիմքը։ Նա գրում է. «Թրոցկիստական խմբերը մերժում են իմպերիալիզմի նյութական էությունը, որպես կապիտալի գլոբալ իշխանության ձև, և փոխարենը ներկայացնում են մաքուր աբստրակտ հեղափոխական մերժում առանց կոնկրետ հակառակորդի»։ Գեորգի Դիմիտրով, «Ֆաշիզմը և աշխատանքային դասակարգը» 1935 թվականին։ Այս քննադատության էությունը հետևյալն է. Թրոցկիզմը կորցնում է իմպերիալիզմի կառուցվածքային իմաստը, որպես աշխարհաքաղաքական և տնտեսական համակարգ, մերժում է ազգային ինքնորոշման և ազատագրության պայքարի նշանակությունը և արդյունքում դառնում է քաղաքականապես մեկուսացված, չկարողանալով ձևավորել հակաիմպերիալիստական ճակատներ։ Լենինի տեսության մեջ իմպերիալիզմը ոչ միայն կապիտալիզմի տնտեսական փուլ է, այլև աշխարհակարգ, որտեղ մի քանի տերություններ իշխում են մյուսների վրա, տնտեսական, ռազմական և գաղափարական մեխանիզմներով։ Հետևաբար, իմպերիալիզմի դեմ պայքարը, լինի դա ազգային, սոցիալական թե մշակութային դաշտում, ունի հեղափոխական բնույթ։ Թրոցկիստական մոտեցումը, հակառակը, վերացնում է այդ իրական պատմական տարբերությունները, խեղդելով հակաիմպերիալիստական շարժումների հեղափոխական ներուժը։ Արդյունքում այն հաճախ դառնում է ապաքաղաքական և նույնիսկ օբյեկտիվորեն օգտակար իմպերիալիստական համակարգին, քանի որ մերժում է նրա դեմ կազմակերպված պայքարի գաղափարը։ Ինչպես ասել է Լենինը, ազգերի ինքնորոշման մերժումը միշտ էլ ծառայում է իմպերիալիզմին, ով չի հասկանում դա, թող խոսի ոչ թե մարքսիզմի, այլ կապիտալի անունից։ Վլադիմիր Իլիչ Լենին, «Սոցիալիստական հեղափոխությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքները» 1916 թվականին։ Լենինը մի քանի անգամ ուղղակիորեն քննադատել է Թրոցկիին, թե քաղաքական, թե տեսական հարցերում։ Այդ քննադատությունները վերաբերում էին Թրոցկու կուսակցության դերի նկատմամբ ունեցած վերաբերմունքին, մշտական հեղափոխության տեսությանը, կազմակերպչական հարցերում նրա անհետևողականությանը և նույնիսկ նրա անձնական քաղաքական վարքին։ 1. Կուսակցության դերի և կենտրոնացման հարցում 1904 թվականին։ Թրոցկին 1904 թվականին հրապարակեց հոդված «Մեր քաղաքական խնդիրները», որտեղ նա քննադատում էր Լենինի գաղափարը կուսակցության կենտրոնացված և դիսցիպլինավորված կառուցվածքի մասին։ Լենինը նրան պատասխանեց շատ կտրուկ ձևով, իր մի քայլ առաջ, երկու քայլ հետ աշխատության մեջ,
գրված նույն 1904 թվականին։ Գենին գրում է. Տրոցկին այսօր ձախ է, ինչպես միշտ, երբ նա փորձում է լինել ամենաճիշտը։ Նա չի հասկանում, որ առանց երկաթյա կարգապահության եւ կենտրոնացման հեղափոխական կուսակցությունը դատապարտված է քայքայման։ Այստեղ Հենինը Տրոցկուն անվանում է մենշևիզմի տատանվող թև, որը փորձում է հաշտեցնել բոլշևիկներին եւ մենշևիկներին։ Դենին Տրոցկի հակասության արմատը ձևավորվել էր դեռ մինչև հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1900-ից մինչև 1905 թվականներին Տրոցկին հանդես էր գալիս որպես անկախ մարքսիստ հեղափոխական գործիչ, որն փորձում էր կանգնել միջին կամ հաշտարար դիրքում բոլշևիկների եւ մենշևիկների միջև։ Դենինը այդ շրջանում գլխավորում էր բոլշևիկների հոսանքը, կենտրոնացված երկաթյա կարգապահությամբ կուսակցություն ստեղծելու գծով։ Մարտովը մենշևիկների առաջնորդն էր, որոնք ավելի լիբերալ էին եւ կողմ էին լայն, բաց կուսակցության, թույլ կազմակերպչական կարգապահությամբ։ Տրոցկին ասում էր, երկուսն էլ չափազանցություններ են, պետք է միավորվել։ Բայց հենց այս դիրքորոշումն էլ դարձավ Ֆենինի քննադատության պատճառը։ Ֆենինը համարում էր, որ առանց խիստ կենտրոնացված կուսակցության պրոլետարիատը չի կարող տիրանալ իշխանությանը։ Տրոցկին, ընդհակառակը, պնդում էր, որ հեղափոխությունը պետք է լինի մասսաների ինքնաբուխ գործողության արդյունք, ոչ թե կուսակցության ղեկավարությամբ։ Ֆենինը գրում է իր մի քայլ առաջ, երկու քայլ հետ աշխատության մեջ։ Տրոցկին այսօր պահպանում է մի դիրք, որը գործնականում ոչինչ չի նշանակում։ Նա փորձում է հաշտեցնել անհաշտելի բաները, կազմակերպված հեղափոխական կարգապահություն ու անսահման ազատությունը, բայց կուսակցությունը առանց կենտրոնացման նման է բանակի առանց հրամանատարության։ Այստեղ Հենինը Տրոցկուն մեղադրում էր կազմակերպչական անլրջության եւ անհետեւողականության մեջ։ Նա համարում էր, որ Տրոցկու մոտ չկա հստակ պատկերացում, թե ինչ է կուսակցությունը, առաջնորդ ուժ, ավանգարդ, թե պարզապես հասարակ շարժում։ 1903 թվականին Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության երկրորդ համագումարում, երբ կուսակցությունը բաժանվեց բոլշևիկների եւ մենշևիկների, Տրոցկին սկզբում կանգնեց Մարտովի մենշևիկների կողմը, բայց հետո վիճեց եւ նրանցից էլ հեռացավ։ Նա փորձում էր հանդես գալ որպես միջնորդ եւ ասում էր. Ես ոչ բոլշևիկ եմ, ոչ մենշևիկ, ես սոցիալ-դեմոկրատ եմ։ Սակայն իրականում նա ոչ մի կայուն կազմակերպական հենք չուներ, ոչ կուսակցություն, ոչ էլ հստակ հետևորդներ։ Դրա համար էլ Հենինը նրան անվանում էր տատանվող մտավորական, որը միշտ փորձում է բոլորին հաշտեցնել, բայց իրականում ոչինչ չի կառուցում։ Ղենինի համար կուսակցությունը ոչ թե պարզապես գաղափարական խմբակ էր, այլ պրոլետարիատի կազմակերպված առաջապահը, որը պետք է ղեկավարի զանգվածներին ունենա կենտրոնացված ղեկավարություն, խիստ կարգապահություն եւ դառնա հեղափոխության ուղեղը։ Հենին ասում էր. առանց հեղափոխական տեսության չի կարող լինել հեղափոխական շարժում։ Տրոցկին այս մոտեցումը համարում էր չափազանց ավտորիտար։ 2. 1905 թվականի հեղափոխությունը եւ Տրոցկու մշտական հեղափոխության տեսությունը 1905 թվականին Ռուսաստանում տեղի ունեցավ առաջին հեղափոխությունը։ Տրոցկին այդ ժամանակ արդեն հայտնի հեղափոխական երև դարձավ, Պետերբուրգի շորհրդի նախագահը։ Սանրան դարձրեց առաջին գործնական փորձ ունեցող խորհրդային գործիչներից մեկը, բայց նրա տեսական դիրքը մնաց անկախ։ Տրոցկին շարունակում էր մերժել նենիկուսակցական կենտրոնիզմը։ Նա կարծում էր, որ աշխատավոր դասակարգը կարող է անմիջապես տանել հեղափոխությունը դեպի սոցիալիզմ առանց բուրժուա փուլերի։ Այստեղ ձևավորվեց նրա հայտնի տեսությունը մշտական հեղափոխություն։ Ըստ այդ տեսության, բուրժուա հեղափոխությունը Ռուսաստանում չի կանգնի կես ճանապարհին, այլ կշարունակվի մինչև սոցիալիզմ։ Դենինը այս մոտեցումը համարում էր պատմականորեն անհնար այն ժամանակվա Ռուսաստանի պայմաններում։ Իր սոցիալ-դեմոկրատիայի երկու տակտիկան աշխատության մեջ 1905 թվականին Դենինը գրում է. Տրոցկին չի հասկանում, որ պրոլետարիատը չի կարող մենակ հաղթել առանց գյուղացիության դաշինքի։ Նա անտեսում է այն բուրժուա դեմոկրատական փուլը, որից մենք չենք կարող խուսափել։ Դենինը համարում էր, որ Տրոցկու գաղափարը ավանտյուրիստական թռիչք է, պատմական փուլերի վրայով անցնելու փորձ։
1905 թվականի հեղափոխությունից հետո Տրոցկին արտագաղթեց եւ շարունակում էր գրել որպես անկախ հեղափոխական։ Այդ տարիներին նա փորձում էր հաշտեցնել բոլշևիկներին եւ մենշևիկներին, միավորված սոցիալ-դեմոկրատիա։ Հենինը իր 1911 թվականի նամակներից մեկում գրում էր. Տրոցկին կրկին խաղում է միջնորդի դերը, հավասարապես քննադատելով եւ մեզ եւ մենշևիկներին։ Իրականում նա երկուսի էլ գաղափարներն է խառնում առանց հստակ գծի։ Լենինը նրան անվանում էր «քամուրջ առանց ափերի», այսինքն մեկը, ով ուզում է միավորել բոլորին, բայց չունի հստակ ուղղություն։ 1917 թվականի Քետրվարյան հեղափոխությունից հետո Տրոցկին վերադարձավ Ռուսաստան։ Այդ պահին նա արդեն տեսնում էր, որ Հենինի գիծը պրոլետարիատի եւ գյուղացիության դաշինքով սոցիալիստական հեղափոխությունը իրականանում է։ Նա հայտարարեց. «Գենին այժմ ասում է այն, ինչ ես ասում էի 10 տարի առաջ»։ Այս փուլում Տրոցկին միացավ բոլշևիկներին իր այսպես կոչված միջին խմբով։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ նա դարձավ Լենինի գլխավոր դաշնակիցներից մեկը, կազմակերպելով Տերբուրգի զինված ապստամբությունը։ Այս ժամանակահատվածում Լենինն ու Տրոցկին միասին գործեցին։ Լենինը որպես կուսակցության գաղափարական առաջնորդ, Տրոցկին որպես գործադիր կոմիտեի նախագահ եւ արտաքին գործերի կոմիսար։ Ներքին հակասություններ հեղափոխությունից հետո 1918-ից մինչև 1920, թեև նրանք միասին էին իշխանության մեջ, գաղափարական տարաձայնությունները պահպանվում էին։ Բրեստ-Լիտովսկի հարցը 1918 թվականին Տրոցկին առաջարկում էր այսպես կոչված դիրքորոշումը. ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, դադարեցնել մարտերը, բայց չստորագրել պայմանագիր Գերմանիայի հետ։ Լենինը պատասխանեց նրան իր նամակում Փենտկոմին 1918 թվականի փետրվարին։ Տրոցկու դիրքորոշումը փոքր բուրժուական ֆանտազիա է։ Մենք պետք է ստորագրենք իվն ամենածանր պայմաններով, որպեսզի փրկենք հեղափոխությունը։ Վերջնականապես Հենինը հաղթեց, պայմանագիրը ստորագրվեց։ Տրոցկին ընդունեց պարտությունը, սակայն այդ վեճը խորացրեց նրանց միջև գաղափարական տարբերությունները։